Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից։ Հակակոռուպցիոն քննարկումները այս անգամ շարունակվել են փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում դատական ատյաններում քննվող գործերի մասին։ Ըստ Հասարակայնության հետ կապերի Հայաստանյան ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանի, բազմաթիվ հաջողված օրինակներ կան, երբ դատական ատյանում գործը վճռվում է հօգուտ գործարարների։ Վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ նշել է, որ որոշումների գերակշիռ մասը հօգուտ քաղաքացիների է լինում։ Մենք գտնում ենք, որ կան բազմաթիվ հաջողված փորձեր եւ համարում ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի այդ ինֆորմացիան հասանելի լինի հասարակությանը ընդհանուր առմամբ եւ մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար մասնավորապես, որովհետեւ համոզված ենք, որ այդ ճանապարհը միակ ողջամիտ, քաղաքակիրթ եւ ընդունված եղանակն է խուսափելու կոռուպցիոն ռիսկերից եւ պաշտպանելու սեփական բիզնեսի իրավունքները մեր երկրում։ Գրեթե 55-60%-ի պարագայում հայցը կամ վեճը լուծվել է հօգուտ քաղաքացու եւ ուրեմն 40-45%-ի պարագայում հօգուտ վարչական մարմնի։ Եվ նման պայմաններում, եթե նկատի ունենանք նաեւ, որ երկու կողմերն էլ իրավունք ունեն արդեն ներկայացնելու վճռաբեկ բողոքներ, վճռաբեկ բողոքների ընդհանուր թիվը եղել է 136։